Սուքիասյանը հայտարարել էր, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման ժամանակ Արցախում զոհեր չեն եղել, ապա ասել, թե 10 զոհ է եղել։ Թվով զոհեր են ունեցել։ Այդ ձեզ է թվում, բերեք ինձ, դուք այդ սուտ եք խոսում, այս սուտ խոսեցիք, զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին, 10 հոգի մարդը, եթե բենզինի տրաքելուց է, դա ուրիշ բան է, զոհ չեն ունեցել, այդ սկզբի մի կռիվն ա եղել, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել։ Այս հարցազրույցից հետո Խաչատուր Սուքիասյանի անունից նրա օգնականն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածում, որտեղ նշվում է, որ падգամավորը սխալվել է զոհերի թվի հարցում։ Անշուշտ դրական է, որ падգամավորը գիտակցելով սխալը օգնականի միջոցով տարածած հայտարարությամբ ներողություն է խնդրում։ Այնուհանդերձ որոշ հարցեր մնում են չպարզաբանված։ Մասնավորապես Սուքիասյանն իր հարցազրույցում պնդում է, որ 2023-ի սեպտեմբերին զոհ չի եղել, իսկ այդ մասին բարձրաձայնող լրագրողին անվանում ստախոս։ Այսօր Խաչատուր Սուքիասյանից փորձում էին ճշտել, թե իր ներողությունը հարցազրույցում արված որ պնդմանն է առնչվում։ Եթե իշխանական падգամավորը այսպես ասած սխալների ուղում է անում ու փորձում հավաստիացնել, թե զոհերի թիվը սխալ է նշել, ապա ինչու էր հարցազրույցում լրագրողին 3 անգամ ստախոս անվանում, նշելով, որ զոհեր չեն եղել։